Օլիմպիադայում դարձյալ մրցումային թեժ մթնոլորտ է։ Գագիկ Ծառուկյանի գավաթ անվանումը կրող լողի արդեն 4-րդ մրցաշարը համախմբել է ավելի քան 20 մարզադպրոցի ուժեղագույն պատանի լողորդներին։ Լողի ֆեդերացիայի հետ Օլիմպիադանը կազմակերպում է ամեն տարի պարոն Ծառուկյանի գավաթը։ Փորձում ենք լող սպորտաձևը զարգացնել։ Ամեն տարի ունենում ենք ավելի շատ քանակություն երեխաներ, ավելի շատ սպորտ դպրոցներ են մասնակցում։ Ունենք 1000-ից ավել արդեն երեխաներ, մրցաշարերը փորձում ենք շատացնել ու դրանից հետո կձևավորվի մեր հավաքականները։ Ունենք նաև բասկետբոլի թիմ, որը որ մրցաշարներում լավ լուրջ հաղթանակ տարավ։ Ավանդական դարձած այս մրցաշարը լավ հարթակ է հատկապես նոր տաղանդներ բացահայտելու համար։ Մրցաշարը պատանի լողորդներին հնարավորություն է տալիս նաև անձնական ռեկորդներ գրանցել։ Մրցաշարը բավականին հեղինակային է դարձել այս տարիների ընթացքում, այնպես որ մարզիչները հենց այս մրցմանը մեծ նշանակություն են տալի ու ծրագիրը կազմելուց կարծում եմ մեծ ուշադրություն են դարձնում հենց այս մրցմանը, որպեսզի մարզիկները լավ արդյունքներ ցուցաբերեն, դրա բառապատությունն այն, որ բավականին շատ թվով մարզիկներ լավացրին իրենց անձնական ռեկորդները։ Մեծ ուրախությամբ եմ ընդունում այս մրցումները, որ միշտ կատարվում է այս փոքր երեխաների համար։ Մանավանդ որ կատարվում է պարոն Ծառուկյանի անվան գավաթը օլիմպիական անվանում։ Ես այս տարվա մրցումները որ նայում եմ, շատ մեծ տարբերություն կա անցած տարիների արդյունքների եւ տեխնիկապես լողանալու նկատմամբ։ Շատ լավ երեխաներ կան։ Տարիքային երկու խմբերում մարզիկներն ուժերն են չափում 5 մրցաձևում։ Բացառությամբ խառը էստափետ մրցաձևի հաղթողները որոշվելու են երկօրյա պայքարի արդյունքների հանրագումարով, իսկ խառը էստափետում ուժեղագույնը Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի թիմն էր, որը 200 մետրը հաղթահարել է 2 րոպե 7 վայրկյանում։ Մենք երկար ենք պատրաստվել այս հաղթանակի համար, ոչ մեկ գլուխ չի պահել, ոչ մեկ պարապմունքներից չի բացակայել, դա համար sense լավ արդյունք ունենք։ Լավագույն եռյակում էին նաև DDD և Նեպտուն մարզակումների թիմերը։ Առաջիկայում Օլիմպիադայում կկազմակերպվեն նաև լողի մարզչական սեմինարներ, մարզաձևն ավելի զարգացնելու և հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։